Անկեղծորեն շատ հպանցիկ են տվյալներս, այս պահի դրությամբ տեղեկությունը այն է, որ ձերբակալում է տեղի ունեցել։ Զարմանալի է իսկապես, որովհետև հիմնականում քննչական մարմինները որոշ հանգամանքներ կարծես միշտ հաշվի առնում էին, առավել ևս տվյալ դեպքում թե կնոջ հանգամանքը, թե նորածին երեխայի հանգամանքը, դրանք բոլորը պետք է նշանակություն ունենային նախքան նման ինտենսիվ հարկադրանքի միջոցին դիմելը։ Այստեղ ողջամտություն իսկապես որևէ կերպ չեմ տեսնում։ Կոնկրետ թե մեղադրանքը ինչի վերաբերյալ է եւ այլ, կարծում եմ քիչ հետո կունենամ հնարավորություն արդեն մուտք գործելու հակակոռուպցիոն կոմիտե, ըստ դրա արդեն տվյալները կստանամ, ոնց ասում եմ որոշակի ամիսներ առաջ Տիկին Ղումաշյանը ուսանողների վարձավճարի կապված որոշակի վիդեո, այսպես ասած, տեսանյութեր հրապարակել, պարզաբանումներ էր ներկայացրել, ընդ որում ըստ էության նախաքննական մարմինը արդեն բարեգործական արգելքի մասով որոշակի այսպես ազդակներ ուղարկեց։ Եվ անգամ քիչ առաջ Տիկին Մելոյանն ասեց, այդ հոգեբանական իրավիճակից Տիկին Ղումաշյանը վաղաժամ ծննդաբերություն է ունեցել։ Անակնկալ էր պարոն Վարդեմանյան այս ամենը ձեզ համար, թե սպասել էր ամեն դեպքում, որ մի օր հաստատ իրավապահ մարմինները գալու են։ Ասեմ ավելին, ես հակված էի նրան, որ քանի որ հենց այդ հայտարարությունը եղել էր, որի մեջ որևէ ոչ իրավաչափ վարքագծի տար չկա, բովանդակությունը ինքս առավել քան լավ գիտեմ, ձեր կողմից վկայակոչած հայտարարության, քանի որ որոշ իշխանական ԶԼՄ-ներ հենց այդ պահին հայտարարություն տարածել էին, եւ դրան որևէ գործողություն չէր հաջորդել, առավել քան ողջամիտ էր ենթադրելը, որ չէր կարող նման բան լինել, որովհետեւ վստահ եմ նաեւ քրեական գործերով լուսաբանում իրականացնող մեր գործընկերները կհաստատեն, նման դեպքերում այսպես ասած տաք հետքերով են գործում, հրատապ են գործում։ Հակառակ պարագայում ողջամիտ չես ամենը, հենց դրա համար նաև իսկապես զարմացած։ Սա ինչով եք պայմանավորում, զուտ քաղաքական ռեպրեսիա, քաղաքական գործունեություն։ Ամենատրամաբանականը դա կարող է լինել, ես ընդհանրապես ուրիշ հանգամանք եմ նշեմ, ռեպրեսիան միանշանակ է, այն իմաստով, որ կրկին, եթե նույնիսկ քրեական վարույթ են հարուցել, որի պայմանական առիթը կամ հիմքը ունենային, այդ դեպքում ինչի համար են ձերբակալում, կիրառում։ Այսինքն ինչի համար նման ինտենսիվ միջամտություն ենթադրող վարութային գործողության հարկադրանքի միջոցի տրամաբանությունը իրացնել։ Սա է ամբողջ հարցը։ Տանը երեխաների աչքի առաջ են վերման ենթարկվում։ Ես անկեղծորեն տվյալ չունեմ։ Ես անկեղծորեն տվյալ չունեմ, ես ձեզ խոստանում եմ հավելյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալուն պես, երբ արդեն մուտք կգործեմ, ձեզ կներկայացնեմ։ Շնորհակալ։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։